Բարև ձեզ, եթերում օրակարգն է եւ ես Միրան Հակոբյանը։ Մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին։ Բարև ձեզ, պարոն Սահակյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Սահակյան, ինչ շեշտադրումներով է անցել սահմանադրական բարեփոխումների այս փաթեթի քննարկումները պետաիրավական հանձնաժողովում։ Նախ սկսենք սկզբից, մենք գիտենք, որ օգոստոս ամսի 21-ին սահմանադրական փոփոխությունների նախագիծը, այս փաթեթը արդեն իսկ ազգային ժողովում էր եւ գլխադասային հանձնաժողով նշանակվեց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, ազգային ժողովը։ Մենք հասկանալով այս սահմանադրական բարեփոխումների շրջանակներում այս սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման յուրահատուկ ընթացակարգը փորձեցինք ապահովել հանրային լայն քննարկումներ, որի հետ կապված մենք կազմակերպեցինք լսումներ, որտեղ հայտ ներկայացրեցին, մասնակցության ցանկություն հայտնեցին 80-ից ավել կազմակերպություններ։ Եվ մասնակցում էին միայն որպես հրավիրված անձինք 100-ից ավել մեր քաղաքացիները, այդ կազմակերպության անդամները, ներկայացուցիչները եւ անհատ նաեւ քաղաքացիներ, իդեպ նշեմ, ովքեր ցանկություն են հայտնել, մենք հնարավորություն ենք տվել որպեսզի մասնակցեն այդ լսումներին եւ այս լսումների ընթացքում մոտավորապես 35-40 հարց է հնչել եւ այդ հարցերին տրվել են պատասխաններ։ Այնուհետև ելույթներ, որտեղ հնչել են իրենց մոտեցումները, տեսակետները, մտահոգությունները, ինչու՞ չէ։ Եվ որը բավականին օգտակար էր, ես ինքս անձամբ զրուցել եմ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանի հետ, եւ իսկապես լսումները բավականին մեծ եւ արդյունքներ տվեց եւ ինչու՞ չէ նաեւ օգտակար էր։ Այնուհետև հանձնաժողովի նիստին մենք քննարկեցինք արդեն իսկ պաշտոնապես եւ մոտավորապես 4-5 ժամ տևած այդ քննարկումները նույնպես բովանդակային էին։ Մեր բոլոր հանձնաժողովի բոլոր անդամները, ովքեր ներկայացրել են առաջարկություններ, նաեւ հնչեցրեցին, լսեցին պատասխանը նախագահի ներկայացուցիչի կողմից այս հարցով, հա։ Եվ ամենակարևորը հանձնաժողովը նույնպես կարողացանք ապահովել մթնոլորտ եւ հատկացնել ժամանակ, որպեսզի բոլոր հարցերը հնչեն եւ ստանան պատասխաններ։ Այս առումով կարծում եմ կայացած էր եւ այս առումով կարծում եմ մենք կարողացանք ապահովել այդ լայն քննարկումները հանրային դաշտում, հասարակության հետ։ Իհարկե տհաճ կլիներ, որ քննարկումներ չլինեին, քննադատություն չհնչեր ընդհանրապես, բայց մի տեսակ բովանդակային քննարկումների կամ բովանդակային քննադատության պակաս է նկատվում։ Այդ քաղաքական շահարկումների դաշտից է ավելի շատ, հա, հնչող տեսակետներն ու կարծիքները։ Ինչքանով է փաստարկված ընդդիմախոսների մոտեցումները։ Տեսեք, ճիշտ եք նկատել, բայց մի փոքր համամիտ չեմ, որովհետև նույն խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ մենք տեսանք, որ գրեթե բոլոր խմբակցությունները ներկայացրել են իրենց առաջարկները։ Ես իմ խոսքի սկզբում նշեցի, որ այս նախագիծը քննարկման յուրօրինակ ընթացակարգ ունի։ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի քննարկվում առաջին, երկրորդ, երրորդ ռեժիմով ընթերցումների, հա։ Պետք է քննարկենք, այնուհետև առաջարկությունները նախագահի ներկայացուցիչը իմի բերի, հավաքի եւ քննարկի նախաձեռնության հեղինակի հետ, նախագահի հետ եւ հաջորդ քառօրյային առաջին նիստում մինչեւ 60 րոպե ելույթ ունենա, այնուհետև առանց քննարկումների տեղի ունենալու քվեարկություն։ Հետևաբար արդեն հանրաքվեի օր է նշանակվում։ Դրանից հետո սահմանադրության, եթե կողմ քվեարկեն նախագծին, հա, ազգային ժողովը մենք ուղարկելու ենք նախագահին եւ նախագահան որպես նախաձեռնության հեղինակ ինքը կորոշի հանրաքվեի օրը։ Դա նախագահի լիազորությունների տիրույթում է։ Այս առումով ես կարծում եմ մենք կարողացանք ապահովել նաեւ բովանդակային քննարկում, բայց քանի որ լիագումար նիստերի ընթացքը եւ դահլիճը այնուհետեւ հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերը հնարավորություններ են ձեռնում որոշ քաղաքական գործիչների կամ ուժերի նաեւ քաղաքական շեշտադրումներ անեն, մենք տեսանք, որ նաեւ կային որոշակի քաղաքական շեշտադրումներ կամ այն 3 րոպեների հայտարարությունները հիշեցնող որոշակի ելույթներ։ Դա նույնպես ես բնական եմ համարում։ Կարևորը քննարկումները հարց ու պատասխանը տեղի ունեցավ առողջ մթնոլորտում եւ իմ խորին համոզմամբ եւ որպես իրավաբան եւ որպես հանձնաժողովի նախագահ կարող եմ ասել, որ հարցերի ժամանակ չեղավ մի հարց, որը չստանա իր պատասխանը։
Սա շատ կարևոր էր եւ սա տեսավ նաեւ մեր հանրությունը։ Հետեւաբար սա նաեւ մեզ օգտակար էր հետագայում քարոզարշավը նաեւ կազմակերպելով։ Պարոն Սահակյան, շատ նշվում է հակափաստարկների համար, այսպես էլի քաղաքական շահարկումների դաշտից է, բայց այնուամենայնիվ նշվում է, որ այս սահմանադրությունով իշխանությունը փորձում է այս նոր տարբերակը անցկացնել եւ դրա հետևանքով վերարտադրվել։ Բայց քաղաքագիտական այսպես պարզ բանաձև կա, որ ցանկացած իշխանություն, ցանկացած կուսակցություն ձգտում է իշխանության, այնուհետև այդ իշխանության պահպանման եւ վերարտադրության, դա ինչ որտեղ նորմալ է։ Այս վերարտադրությունը ինչ կապ ունի նոր սահմանադրության հետ, կառավարման մոդելի հետ։ Վերարտադրություն տերմինը մտցրել են քննարկման դաշտ մի փոքր վատ լույսի ներքո, այսպես ասեմ։ Այս ճիշտ նկատեցիք, որ քաղաքական կուսակցությունները, կազմակերպությունները, միավորումները տարբերվում են հասարակական միավորումներից, նրանով, որ ձգտում են իշխանության, որպես իրենց ծրագրերը կյանքի կոչեն, պետք է ունենան իշխանություն, լծակներ, որ իրենց ծրագրերը այդ նախընտրական փուլում հրապարակած կամ իրենց կուսակցության տարիների ընթացքում ձևավորված մոտեցումները կյանքի կոչեն։ Հիմա եթե իշխանության մեջ է, դա չի նշանակում, որ չպետք է ձգտեն այդ բանը իշխանությունը երկարացնելու կամ նորից ընտրվելու, վերարտադրվել բառը փոխարինենք ընտրվելու ամեն ինչ իր տեղն է։ Բայց վերարտադրվել բառն էլ կարծում եմ նորմալ է եւ այստեղ որևէ խնդիր ես չեմ տեսնում։ Ուղղակի փորձում են փնտրել այդ սողանցքները, թե որտեղ ինչ է, միգուցե նաեւ թերհավատությունից է։ Ես անձամբ սահմանության փոփոխությունների այդ նախագիծը մի քանի անգամ կարդալուց բացի նաեւ խորությամբ ուսումնասիրել եմ։ Եվ այնտեղ չկա մի որից կետ, որ այսօրվա իշխանության համար ուղղակի ապահովում է հաղթանակ ընտրություններին։ Չկա որից է միտեղ, որ կարող է առավելություն տա մեզ, որ մենք ընտրություններին հաղթենք։ Այնուամենայնիվ հանրապետության նախագահ ստիպված էր հրապարակավ հայտարարել, որ ոչ նախագահի պաշտոնին է հավակնում, ոչ վարչապետի, ոչ էլ ազգային ժողովի նախագահ, դա բավարար չէ։ Ես հակված էլ չեմ այդ թեզը քննարկելու, որովհետև գիտեք ինչ, դա նույնպես արհեստական մոտեցում է, առավել եւս որ իսկապես երկրի նախագահան հայտարարեց, որ դեռևս մասնագիտական հանձնաժողովի ձևավորման ժամանակ եւ հայեցակարգը դեռևս մշակման փուլում էր, ես շատ լավ հիշում եմ, որ հայտարարեց, որ իր նպատակը բարեփոխումներ իրականացնելն է։ Դրա համար մասնագիտական խումբ է ձևավորել։ Սահմանադրական բարեփոխումների երկու ուղղություն կա, կամ քաղաքական կուսակցությունների միավորումների միջոցով է իրականացնում, կամ մասնագիտական խմբերի։ Եվ այսօր կան մասնագիտական խմբի մեջ այնպիսի իրավաբաններ, որոնք իզորու են իրենց կյանքի կամ գիտելիքների փորձով նորմալ նախագիծ մշակեն եւ դնեն շրջանառության մեջ։ Եվ բաց էր նաեւ այդ քննարկումները, նաեւ հրավերք է եղել, այսպես ասեմ։ Այստեղ որևէ նպատակ չի եղել, բայց իրենք շրջանառության մեջ են մտցնում, որ տեսեք, սա նպատակ ունի, որպեսզի Սերժ Սարգսյանը գա եւ նորից ղեկավարի։ Սեր աստծո, ես այսօր ազգային ժողովի այդ բարձր ամբիոնից հնչեցել եմ, եւս մեկ անգամ պատրաստ եմ հնչեցնելու, որ Սերժ Սարգսյանը անցել է իր կյանքում այնպիսի ճանապարհ Արցախի հերոսամարտից, Արցախ պետության անկախության եւ կայացման ճանապարհով մինչեւ մեր պետության, պետականության, շինարարության ակունքներում գտնվող մարդ, որն ունի կենսագրություն եւ ինքը Սերժ Սարգսյանն է, եթե որևէ բան էլ չլինի, հա։ Այստեղ արհեստական նորից օրակարգ մտցրած ինչ-որ թեզեր են, բայց մենք պետք է վերադառնանք նաև մեր խոսակցության այն սկզբնամասին եւ ասենք, որ դրա համար պետք է ընտրական օրենսգիրքը լավ ընթերցել, բայց ընթերցելը բավարար չէ։ Պետք է որ նաև այն գործիքակազմը, որը այնտեղ կա, փորձեն օգտագործել։ Իսկ այսօր շատ հեշտ է, շատ արդյունավետ է նաև ցավոք սրտի իրենց համար դարձել տեսախցիկային քաղաքականությունը եւ քաղաքական գործիչները, երբ որ մեր այս ասֆալտապատ Երևանում այս հարթակներից բացի որևիցե մի գործողություն չեն իրականացնում, բայց խոսում են ամբողջ ժողովրդի անունից։ Երբ որ հեռավոր գյուղերում կամ մարզերում չունեն գոնե մեկ վստահված անձ իրենց քաղաքական թիմում, որ կարողանա ապահովի իրենց ձայների առնչառ հաշվարկը։ Այո, նաև իրենց լեգիտիմությունը այնտեղ, ոչ միայն, հա։ Այստեղ խնդիր ունենք մենք, այստեղ խնդիր ունենք, որովհետև շատ հեշտ է ցեղ շպրտել, մթնոլորտ ձևավորել, հաշվի առնենք նաև այսօր օբյեկտիվորեն ձևավորված տնտեսական եւ սոցիալական որոշակի բարդությունները, խնդիրները, թե մեր երկրում, թե արտաքին աշխարհում, նաև այդ տիպի խոսքը նաև մի տեսակ ընկալելի է դառնում նաև ժողովրդի համար։ Եվ այստեղ մենք ունենք իսկապես խնդիրներ, բայց հրապարակային խոսք ասողները նաև պետք է ներքին պատասխանատվությունը, պարկեշտություն ունենան, որ դրանով իրենք ձևավորում են մթնոլորտ։ Բարեկամ, եթե դու չունես գոնե մեկ վստահված անձ,
ամբողջ ընտրատեղամասերում, որպեսզի կարողանաս ծածկես այդ տիրույթը եւ վերահսկես ընտրական process-ները, նոր տեսակետ հայտնես։ Համակիր։ Հա, մենք տեսնում ենք, որ այստեղ խնդիր կա։ Եվ կարելի է օրինակ, երբ որ այդ խմբակցություններում կան տարբեր քաղաքական ուժեր, հա, բայց այսօր 3, 4, 5, չգիտեմ, մասի են բաժանվել, բայց ամբողջ ժողովրդի, ամբողջ խմբակցության անունից խոսք են ասում։ Դա երկար տարիների պատմություն ունի, հա, վերադառնանք Սահմանադրության այսպես հակափաստարկներին, օրինակ շատ խոսվում է զինված ուժերի անվտանգության, հա, մարմինների այսպես ենթակայության հրամանների խնդիրը։ Իսրայելը իր ստեղծման պահից 48 թվականից խորհրդարանական մոդելով կառավարվող երկիր է, 4 խոշոր պատերազմ է հաշվել, չհաշված, հա, տերորի դեմ այդպես երկարատև, այսպես հաջող պայքարը եւ զինված ուժերի տեսանկյունից թերևս աշխարհի լավագույն բանակներից մեկն ունի լավագույն կառավարմամբ։ Իսրայելական մոդելը չի քննարկվում որպես հակափաստարկ։ Մասնագիտական խմբի անդամները բազմիցս հանդիպումների ժամանակ նշել են, որ հենց իսրայելական մոդելի ինչ-որ մի ձևաչափն է վերցրել։ Բայց այստեղ խնդիրը դրա մեջ, օրինակ ասում են, ինչի չպետք է լինի գերագույն գլխավոր հրամանատար խաղաղ ժամանակներում, կամ ինչի պետք է վարչապետը ղեկավարի պատերազմական ժամանակներում լինի գերագույն գլխավոր հրամանատարը։ Սրանք հարցադրումներ են, որոնք իհարկե նաև ստացել են իրենց պատասխանը, բայց լավ կլիներ եւս մեկ անգամ մենք բարձրաբանենք եւ հարցադրում հնչեցնողները նաև պետք է հասկանան, որ եթե ռազմական կամ պատերազմական իրավիճակ է, որը իդեպ պետք է նաև սահմանության այս փոփոխությունների նախագծի մեջ որոշակի շտկումներ մտցվի, որովհետև դրա մասին խոսեց նաև նախագահի ներկայացուցիչ պարոն Պողոսյանը։ Լրիվ այլ իրավիճակ է եւ պետք է ոչ միայն ճակատում որոշակի գործողություններ կատարել ռազմական կամ պատերազմական դրության ժամանակ, այլ պետք է կոնկրետ մոբիլիզացնել ամբողջ ուժերը։ Պետական համակարգ։ Այո, գոնե վերջին զորավարժություններով մենք տեսել ենք։ Այո, դրա համար պետք է լինի վարչապետը, որպեսզի կարողանա ապահովի թիկունքը, այսինքն ռազմամթերքով, սննդամթերքով, հագուստով, տեխնիկայով, տարբեր միջոցներով, հա, մոբիլիզացնի ամբողջ պետության ներուժը, ինչու՞ չէ նաև մեր սփյուռքի ուժը, այսպես ասեմ, եւ կարողանաս դու պատերազմում, ճակատամարտում, կռվի դաշտում հաղթես։ Մենք պատերազմական կամ ռազմական իրավիճակ կամ դրություն, մենք եթե օբյեկտիվորեն փորձենք պատկերացնել, դա միայն դրա իրավական ռեժիմը չէ, ազգային ժողովի իրավունքի ուժով նիստ գումարեց, հայտարարեց եւ այլ եւ այլ։ Դա ռեալ գործողություններ են, որը պետք է որոշակի կազմակերպչական մեթոդներ կամ մեխանիզմներ դնել, որի արդյունքում դու կարողանաս հաղթել կամ առնվազն ապահովել քո սահմանների անառիկ լինելը։ Այս է խնդիրը, իսկ մյուս պայմաններում սահմանադրության այս փոփոխությունների նախագիծը հստակ կարգավորում է, թե ով ինչ պաշտոնի եւ ոնց, խաղաղ ժամանակ ինչպես է ղեկավարվում, ինչ մեթոդներով եւ այլ եւ այլ։ Առավել եւս անվտանգության խորհուրդը, որը սահմանադրական մարմին է արդենից դարել, դա նշանակում է, որ ինքը բավականին բարձր նաեւ իրավական կարգավիճակ ունի։ Հայտնի փաստ է, որ խորհրդարանական կառավարման մոդելով բռնատիրական երկիր գոյություն չունի երկրագնդի վրա։ Հայաստանը փորձում է ներկայումս անցում կատարել դեպի խորհրդարանական կառավարման այս համակարգ, եթե մեր հասարակությունը կողմ քվեարկի բարեփոխումների փաթեթին, այնուամենայնիվ մենք գնում ենք դեպի ել ավելի ժողովրդավարական համակարգ։ Այս պահին ինչով է դա անհրաժեշտ։ Ասեմ ձեզ, տեսեք, մենք իսկապես այս տարիների ընթացքում գոնե ժողովրդավարության իրավական, հա, խոսքի ազատության այս դաշտերում, որպես պետություն կայացման, մենք կարողացանք քայլ առաջ կատարել։ Բայց օրինակ, տեսեք, եթե նույն նախագահական ընտրություններում հաղթում է որևիցե մի կուսակցության լիդեր, ապա ամբողջ իշխանությունը պատկանում է կարծես թե հենց այդ կուսակցությանը, կամ կուսակցությունը հաղթում է, այնուհետև ընտրում է իր կուսակցության որևիցե մի անդամին ենթադրենք նախագահ, դառնում է էլի մոնոպոլ իշխանություն։ Ну, մեր մենտալիտետին հարիր դառնում է մոնոպոլ, որովհետև ես այսօր ազգային ժողովի ամբիոնից նաև խոսեցի ազգային ժողովի վերահսկողական այսօրվա լծակներից, որոնք չեն օգտագործվում։ Օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով մեր ոչ հետևողական կամ մեր պատկերացումների շրջանակներում դրանք չեն օգտագործվում։ Նույն հարցապնդումների շրջանակներում եւ այլ եւ այլ։ Այս առումով ես պետք է ասեմ հետեւյալը, որ մոդելի առումով խորհրդարանական կառավարման ձևը անձակենտրոն, մեկ կուսակցություն, մեկ լիդեր իջեցնելու է ներքև եւ դառնալու է ավելի կոալիցիոն, ավելի, այսպես ասած,
համակարգային կառավարման ձևի եւ այս համակարգային կառավարման ձևի մեջ բավականին լուրջ դերակատարում կարող են ունենալ այն փոքր քաղաքական միավորումները կամ կուսակցությունները, որոնք կարողանան կազմակերպված աշխատանք տանել։ Որտեղ ազգային ժողովում մի շարք որոշումներ կայացնելու համար այլևս բավարար չի լինելու քաղաքական մեծամասնությունը, այլ դրա համար պետք է լինելու որակյալ մեծամասնություն, ինչը ինքնին նշանակում է, որ մենք պետք է առնվազն հաշվի նստենք այն փոքր քաղաքական ուժերի հետ, իրենց կարծիքը հաշվի առնենք, իրենց մոտեցումները, ինչու՞ չէ նաև քննարկումների ժամանակ ընդունենք կամ համոզենք իրենց մեր տեսակետը ընդունեն, նոր որոշում կայացնենք։ Այլապես մենք կունենանք բավականին լուրջ խնդիրներ։ Մենք ասածը ազգային ժողովը պետությունը, որովհետև նույն սահմանադրական օրենքները, որոնք շատ կարևոր են, ազգային ժողովում ընդունվելու են 3/5-ի այսպես համամասնությամբ կամ ձայներով։ Հետևաբար ես կարծում եմ, եթե օրինակ լրջորեն ուսումնասիրենք սահմանադրությունը, մենք կհասկանանք դեպի ուր է տանում։ Ոնց է անձակենտրոն, մեկ կուսակցության, մեկ քաղաքական թիմից վերցնում մի շարք լծակներ կամ կառավարման, այո, ավելի բաշխում եւ ավելի, այսպես ասած, եւ հավասարակշռում, ինչու՞ չէ նաեւ փոխադարձ զսպումների մեխանիզմների միջոցով փորձում կառավարել նաեւ պետությունը եւ փոխադարձ այդ փոխհարաբերությունը։ Վենետիկի հանձնաժողովը երկրորդ այս միջանկյալ զեկույցում շատ բարձր գնահատական տվեց մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը։ Ընդհանրապես Վենետիկի հանձնաժողովի այս փորձագիտական կարծիքները ներքաղաքական քննարկումներում ինչ-որ բան փոխում են ընդդիմության, ընդդիմախոսների այսպես վերաբերմունքում։ Նախ Վենետիկի հանձնաժողովը ինքը փորձագիտական կազմակերպություն է, հեղինակավոր, բարձր մասնագետներից բաղկացած, որը նշանակում է ժողովրդավարություն իրավունքի միջոցով եւ իր գործիքակազմը միտված է հենց դրան։ Վենետիկի հանձնաժողովի որևէ եզրակացություն կամ մոտեցում պարտադիր չէ կիրառման համար, հեղինակավոր փորձագիտական մարմին, կազմակերպություն պետք է նաեւ հաշվի նստես, այսպես ասած։ Այս առումով տեսեք, մեր մոտ մի տեսակ նաև փաստերը եւ փոխադարձ, այսպես ասած, քննադատություններն օգտագործելու այս ճանապարհին, ինչպես հարմար է, այնպես էլ անում ենք, սկզբունքն է գործում։ Մի դեպքում կարող են ասել, օրինակ, Վենետիկի հանձնաժողովը բացասական է անդրադարձել այս դրույթին, ինչի հաշվի չեք առնում, իսկ մեկ այլ դեպքում կասեն, իսկ ինչի մենք անկախ պետություն չենք, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը մեր համար ինչ նշանակություն ունի կամ նպատակ ունի։ Այս առումով ես օբյեկտիվորեն պատկերը չեմ կարող ձեզ ներկայացնել, բայց իհարկե ես պետք է կարևորեմ որպես հեղինակավոր մասնագիտական, փորձագիտական կազմակերպության կարծիք եւ իհարկե այն աշխատանքը նաեւ իրենց հետ, որ կատարվել է, դա բավականին բարձր գնահատականի արժանի է։ Պետք է նաև բարձր գնահատական տանք նաև մենք բոլորս այս 3 օրվա ընթացքում նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանի նաև հարցադրումները, նաև նույն Վենետիկի հետ աշխատանքը, ընդհանուր թիմի առումով, ոչ միայն Վարդան Պողոսյանի, եւ մենք տեսնում ենք, որ տալիս է նաև արդյունքներ։ Այս առումով մենք տեսնում ենք, որ ունենք դրական արդյունքներ, դրական տեղաշարժ եւ իսկապես փոփոխությունների նախագծում սահմանադրության բավականին լուրջ մեխանիզմներ է դրված բոլոր առումներով։ Սկսենք մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների գլխից, դրանց ապահովման մեխանիզմներից, մինչեւ ենթադրենք դատական իշխանություն, մինչև եզրափակիչ դրույթներ, որոնք դետալ առ դետալ հաշվարկվել են, հասկացել են, թե տվյալ ժամանակահատվածում ինչ կարող է լինել, այդ ամբողջը հիմի են բերել եւ փորձել են նախագծի տեսքով ներկայացնել ազգային ժողովին։ Եթե մենք խոսեցինք Իսրայելից, Իսրայելի կառավարման համակարգը պատմությունը ցույց տվեց տարիները, որ շատ ավելի էֆեկտիվ էր, քան հարևաններինը։ Մենք տեսնում ենք Սիրիայում ինչ է կատարվում, մենք տեսնում ենք Եգիպտոսում ինչ է կատարվում, գիտենք իրավիճակը Հորդանանում, այնտեղ էլ այսպես սահմանագծին է, պայթյունավտանգ է շատ։ Սա եթե մենք դառնանք խորհրդարանական կառավարման համակարգով կառավարվող երկիր, մեր հարևանների հանդեպ, մասնավորապես Ադրբեջանի հանդեպ, թշնամական երկիր ունեցող ագրեսիվ երկրի հանդեպ, սա կարող է բերել որոշակի առավելության։ Տեսեք, օբյեկտիվորեն եթե փորձենք համադրել կամ տեսակետ հայտնել, ես մշտապես այն տեսակետի կրողների շարքին եմ պատկանում կամ այն տեսակետի կրողն եմ, որ եւ կառավարման ձևի առումով եւ ընտրական համակարգի առումով չկա մի երկիր, մի պետություն, մի մոդել, որը կարող ես ասել կատարյալ է եւ դրանից է կախված։ Տեսեք, նույն նախագահական սկզբունքով եթե վերցնենք, Ամերիկայի Միացյալ Նահանգներն նախագահական կառավարման ձևի մեջ է, Ֆրանսիան կիսանախագահական որպես այդպեսին, եւ տեսնում ենք, որ
բավականին ժողովրդավարական պետություն է։ Բայց մենք պետք է հաշվի առնենք տվյալ ժամանակահատվածը եւ տվյալ պետության, ժողովրդի մենտալիտետի, նաեւ յուրօրինակությունները եւ այն օբյեկտիվ իրավիճակը, որ այսօր կա, այո, սահմանություն չունի, ասենք, սովորութային նորմերով են կառավարվում եւ այլ եւ այլ։ Հետեւաբար, այստեղ ես կարծում եմ ժամանակն է, որ մի փոքր նաեւ այս քայլը կատարենք եւ հասկանանք ինչ է կատարում։ Որովհետեւ մենք պետք է ունենանք համակարգ, մենք պետք է համակարգային կառավարման գնանք։ Հա, մենք կարողացանք ժողովրդավարությունը առանձին ապահովել։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում փառքասով որևիցե մի լրագրող իր խոսքի կամ ոչ ճիշտ մեկնաբանության կամ սուտ տեղեկություններ տպագրելու կամ հրապարակելու համար չի դատապարտվել, չգիտեմ, հա, որևիցե ճնշման չի ենթարկվել։ Կա խոսքի կամ, չգիտեմ, իրենց քայլերի ազատություն։ Մենք տեսանք Բաղրամյան պողոտայի այն հանրահավաքը, որը հավաքների ազատության մասին օրենքի կոպիտ ոտնահարում էր, բայց կամ դրսևորվեց։ Մենք տեսնում ենք այսօր էլ, որ լինում են այդպիսի հավաքներ, որոնք հանդուրժողականության մթնոլորտի տակ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի ցնցումների չգնանք։ Այս առումով մենք տեսնում ենք, որ քայլ առաջ ունենք։ Դրա համար պետք է գնանք նաև համակարգային շատ կարևոր խնդիր է։ Մոնոպոլիզացիայից պետք է իշխանությունից գերկենտրոնացումից պետք է մի փոքր ցրես, տարածես։ Դուք շատ կարևոր հարցադրում արեցիք։ Մեր երկրում շատ է քննարկվել, որ մենք անկախության հենց առաջին օրերից մենք վերցրել ենք այսպես լավագույն մոդելները, լավագույն աշխարհի զարգացած հատվածի այսպես իրավական ակտերը բերել ենք մեր երկիր, ազգային ժողովում անցկացրել ենք, ձևը ապահովել ենք, բայց բովանդակության մասով դեռևս խնդիրներ ունենք։ Մենք համարյա արդեն 25 տարի է անկախ պետություն ենք եւ դեռ ինչքան պետք է ժամանակ անցնի, որpիսի մենք ի վերջո գանք նրան, որ սահմանադրությունը իրոք դա կարևորագույն արժեք է, այսպես իրավունքի աղբյուրն է մեր երկրի օրենքները իրոք դրանք արժեքներ են։ Կանխատեսումներ լսել եք կամ ենթադրում եք։ Տեսեք, իսկապես ճիշտ է, որ մենք ունենք օրինակ լավ օրենքներ ունենք մենք։ Մենք օրինակ ընտրական օրենսգիրքի խորին համոզմամբ ես ինքս 11 թվականին աշխատել եմ ընտրական օրենսգիրքի վրա եւ իսկապես կա հստակ սահմանված մեխանիզմներ, որով կարելի է բավականին դրական ընտրություններ անցկացնել, լավ ընտրություններ անցկացնել։ Բայց ինչ է տեղի ունենում։ Պարտվողները միշտ դժգոհում են եւ մեղավոր ընտրական օրենսգիրքն է եւ այլ եւ այլ եւ այլ։ Միշտ կեղծված են, ձեռք սեղմել չկա։ Այդ մշակույթ է, դա պետք է մտածելակերպը, այդ մշակույթը, այդ մթնոլորտը քո մեջ սերմանվի։ Հասկանում եք, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները, երբ որ Ֆլորիդա նահանգի հիշում ենք այդ պատմությունը, Ալբերտ Գորը եւ այո, ամբողջ աշխարհը տեսավ ինչ էր կատարվում, բայց գնաց ձախողացի, բայց պետական շահ, ընկալում, մշակույթ, մոտեցում, այո։ Խնդիր է, մենք պետք է ձևավորենք, իսկ այսօր մենք ձևավորում ենք այլ մթնոլորտ, անվստահության, անընդհատ, չգիտեմ, կեղծիքների եւ այլ եւ այլ։ Դա շատ հեշտ է ասել, շատ հեշտ է ապահովագրել քո պարտությունը եւ շատ հեշտ է ճանապարհով գնալ առաջ։ Սա այլ խնդիր է։ Դրա համար մենք իսկապես ունենք լավ օրենքներ, ունենք, այսպես ասած, տարբեր ոլորտները կարգավորում, նույն հավաքների ազատությունների մասին այդ օրենքը բավականին դրական օրենք է իմ խորին համոզմամբ, վիրավորանքի զրպարտանքի դրույթը ապաքրեականացրեցինք քաղաքացիական օրենսդրության իրավահարաբերության մաս դարձրեցինք, որը նույնպես շատ հստակ կարգավորում է այդ ոլորտը։ Այսինքն, եթե շատ կարևոր հարցեր մենք վերցնենք առանձին ունենք, համար պետք է կարծես թե նաև այդ ընդհանուր բնակարանը, տունը, որպեսզի տեղավորես այդ ամենը։ Իսկ դա մեր սահմանադրությունն է։ Սահմանադրությունը մեր օրենսդրության ողնաշարն է։ Պետք է ամուր լինի, պետք է կարողանա ճիշտ ուղղությունը հստակ մատնանշի տա եւ մյուս օրենքները կարողանան այդ կարգավորելով ճուղ գնալ առաջ։ Այս է ամբողջ խնդիրը։ Հիմա գիտեք, եթե ընդամենը դեմ ենք դեմի համար սահմանադրությանը, դա այլ խնդիր է։ Ընդամենը եթե վարդագույն երազներ ունենք, որ ուզում ենք նախագահ դառնանք, սա արգելելու է, սա այլ է խնդիր, սա այլ կարելի է մտածել, քննարկել, բայց ազնիվ ձևով պետք է ասենք սա։ Եթե չենք կարող կարդալ ընկալել բովանդակությունը, բովանդակային քննարկման կամ, չգիտեմ, ինչ որ դիսկուսիայի մեջ մտնենք, որպես ինչ որ արդյունք ունենանք, սա այլ է խնդիր։ Այս առումով ես ընդամենը պետք է ասեմ, որ 2013 թվականից մինչ օրս, իհարկե սկզբնական ժամանակահատվածում, երբ որ նախագիծը հրապարակային չէր կամ չկար, հանրության մոտ, ժողովրդի մոտ կար այդ վակուում, այդ բացը, որ ինչ է քննարկվում, ինչ է դրվելու, բայց այս կարճ ժամանակահատվածում կարծես թե այդ բացը լրացվեց։
նախ տեքստը հրապարակվեց, այնուհետև մեր հանձնաժողովի լսումները, հանձնաժողովի նիստը, լիագումար այսօրվա այս մեր նիստը, որ 3-4 վաղն էլ արտահերթ նիստ կգումարենք, այսինքն ես կարծում եմ, որ առնվազն ժողովրդի մոտ արդեն իսկ պատկերացումը կա։ Այո թե ոչ, ժողովուրդը կորոշի նաև քարոզարշավի ժամանակ եւ ես վստահ եմ, որ մենք այո կհասկանանք։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար, շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն այսօր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պետական իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էր։ Մենք կհանդիպենք վաղը հայլուրի հիմնական թողարկումից անմիջապես հետո։